Անպտղություն ունեցող զույգերի աջակցության պետական ծրագիրը շատ ընտանիքների համար բուժումն առավել հասանելի է դարձրել։ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ պետական ծրագիրը գործում է 2019 թվականից։ Բոլոր այն զույգերը, որոնք ունեն 2 եւ ավելի տարվա անպտղություն, ստանում են պետական աջակցություն տարբեր փաթեթներով՝ ախտորոշում եւ բուժում, պատճառագիտություն, ներարգանդային սերմնավորման 6 փորձի հնարավորություն, արտամարմնային բեղմնավորման 2 փորձի հնարավորություն, որոնցից մեկը 100% ֆինանսավորմամբ, մյուսը մասնակի։ Շահառուների խումբը ընդլայնվում է տարեց տարի եւ այժմ ունենք 3 շահառուների խումբ։ Առաջին խումբը դրանք 20-ից 40 տարեկան առաջնային անպտղություն ունեցող զույգերն են, ովքեր ունեն երեխա, եւ երկրորդ խումբը 20-ից 36 տարեկան կանայք են, որոնք ունեն ընտանիքում 1 երեխա, սակայն երկրորդը չի ստացվում եւ ունեն 2 եւ ավել տարի անպտղություն։ Երրորդ խումբը դրանք միայնակ կանայք են 28-ից 42 տարեկան, ովքեր ունեն անպտղություն, նրանց մոտ առկա է անզավակություն եւ պարզապես ցանկանում են մայրանալ։ Թեև բուժման ծախսերը մեծ մասամբ հոգում է պետությունը, որոշակի հետազոտություններ կամ դեղորայքի ձեռքբերում կարող են իրականացվել վճարովի։ Բացառություն են զոհված զինծառայողների ընտանիքները։ Իրենց մասով եւ հետազոտությունները եւ ներարգանդային սերմնավորումները, եթե կան նման ցուցումներ եւ արտամարմնային բեղմնավորման դեպքում, եթե նույնիսկ պետք է կիրառվի դոնորական ձվաբջիջներ եւ փոխնակ մայրություն, ապա ամբողջ ծախսերը առողջապահության նախարարության եւ սոցիալ նախարարության կողմից ստանում են ֆինանսավորումներ եւ իրենց համար ստացվում է լիարժեքան վճար։ Մասնագետի խոսքով անպտղության պատճառները տարբեր են։ Կանանց մոտ հիմնականում հանդիպում են ձվարանային պոլիկիստոզ համախտանիշը, արգանդափողերի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև տարիքային գործոնը, իսկ տղամարդկանց մոտ սերմնաբջիջի ցուցանիշների խանգարումներ։ Երբեմն էլ զույգերի մոտ խնդիրը հանդիպում է համակցված։ Ախտորոշման ալգորիթմը սկսվում է նրանից, որ մենք որոշում ենք կնոջ մոտ ձվարանի պաշարի իրավիճակը եւ սերմի ցուցանիշները, որտեվ ձվարանային պաշարը նաեւ մեզ հուշում է ինչքան մենք ժամանակ ունենք զբաղվելու, մինչեւ ինչ որ արագ գործողություններ անելու, որ իրավիճակը փրկենք։ Դրանից հետո եթե սերմի ցուցանիշները կամ լավն են կամ բավարար են, դրանից հետո արգանդափողերի անցանելիության հարցն ենք պարզում, եթե նախկինում զույգը չի պարզել։ Դրանից հետո արդեն ըստ սիտուացիայի, այսպես թե այնպես ցանկացած զույգ անցնում է ստանդարտ ինչ-որ կոմպլեքս հետազոտությունների, այդ թվում ուլտրաձայնային, այդ թվում լաբորատոր, այդ թվում նաև եթե պետք է ինչ-որ ինվազիվ պրոցեդուրաներ։ Տարբեր տարիքային խմբերում արդյունքները տարբեր են։ Որոշ զույգերի մոտ հղիություն է գրանցվում հենց բուժման փուլում, որոշների մոտ 6-րդ փորձից։ Կարևոր է համբերության եւ ժամանակի գործոնը։ Այն զույգերի համար, որոնց համար ժամանակային գործոնը կրիտիկական է, շատ անգամ նույնիսկ չունենալով ասենք 100%-անոց պատճառները, այսինքն օրինակ արգանդափողերի բացակայություն, դա նշանակում է, որ այդ կինը արտամարմնային բեղմնավորումից բացի ուրիշ տարբերակով չի կարող հղիանալ։ Միայնակ կանայք եւս կարող են դիմել ծրագրին, եթե համապատասխանում են 28-ից 42 տարիքային շեմին։ Մնացած տարիքային խմբերում գրանցված ամուսնությունը պարտադիր է։ Մարինե Զոհրաբյան, Սեյրան Անտոնյան, լուրերի համար։